Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված ի հիշատակ համերգային երեկոն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին էր նվիրված։ Ամեն տարի ապրիլի 24-ին ընթառաջ Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մոքեյանի ղեկավարությամբ համերգային ինքնաթիպ ծրագրով իր խոնարհումն է հայտնում հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին։ Երգչախումբը հանդես էր գալիս երգեհոնային երաժշտության ուղեկցությամբ։ Քանի մենք կենթանի ենք, այդ հիշատակը մեր հետ կապրի ինչե վերջ։ Երբ որ մենք չենք լինի, թող շարունակեն մեր զավակները այդ նույն հիշատակը պահեն, ես այսօր անպայման իմ հոգու պարտն եմ կատարում մեր ժողովրդին, մեր ուղդիրին հրամցնում եմ հանճարեղ ստեղծագործություններ ակադեմիական երաժշտության։ Երաժշտական գործիքների մեջ երգեհոնի հնչողությունն առանձնանում է իր ազդեցիկությամբ։ Գործիքի ձայնը մեծապես կապվում է եկեղեցական երաժշտության հետ եւ ստեղծագործությունները, որոնք կատարվում են երգեհոնի նվագակցությամբ, հնչում են աղոթքի պես։ Ռոբերտ Մոքեյանը կարծում է, որ 1979 թվականից ի վեր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այցեքարտը հանդիսացող այս գործիքը ել ավելի շատ պետք է հնչի, հանրայնացնելով երգեհոնային երաժշտությունը մեր ունկնդիրների շրջանում։ Ես առաջի քայլերը սկսել եմ, այսօր կլինի երգեհոնային տարբերակ, Agnus Dei Barberi, ոչ միայն ակապելա գործը կա, ես կատարել եմ նաև ակապելա տարբերակը տարբեր երկրներում, այսօր որոշեցի, որ Երևանում սկսենք նաև երգեհոնով, նույն ստեղծագործությունը հնարավորություն ունենք երգեհոնով հնչացնելու երգչախմբի հետ միասին, եւ խոստանում եմ, որ հետագայում անպայման կլինեն նորից համերգներ, որոնց մեջ միանշանակ անպայման երգչախումբը կունենա իր դերակատարումը եւ կհրավիրենք մեր երգեհոնահարներին, որոնք հրաշալի երաժիշտներ են, ես հաճույքով կաշխատեմ իրանց հետ։ Համերգային երեկոյի ընթացքում երգեհոնահարներ Հարություն Թակվորյանի եւ Թերեզա Ոսկանյանի նվագակցությամբ հնչեցին Հարություն Դերալյանի հաղթական ռեկվիեմ, Սամուել Բարբերի Agnus Dei, Աստծո գառը ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Ջոն Թավերների օրվա խորհրդին համահունչ ստեղծագործություններ։